Տիկին Ավետիսյան, քանի որ դուք դերասաններով այսպես թիմային եք ամենտեղ հանդես գալիս, ցանկացած ոլորտ այդպես է, չէ՞, ոլորտի ներկայացուցիչները միշտ իրար փորձում են աջակցել։ Ձեզ կխնդրեմ անդրադառնալ այն հանգամանքին, որ Պատանի հանդիսատեսի թատրոնում աշխատողները օրերս բողոքի ակցիա էին իրականացնում քաղաքապետարանի դիմաց, թատրոնում աշխատավարձները չեն տալիս, ասում են, որ դերասանները գնահատված չեն։ Այս թեմայով դուք ինչ կարող եք ասել, արդյոք դերասանները գնահատված չեն եւ ինչպես կարելի է աջակցել, որպեսզի դերասանները այդքան փորձ ունեցող, տարիների փորձ կուտակած ավանդ ունեցող, այո, թատրոնում ավանդ ունեցողները այս օրին չհայտնվեն։ Գիտեք, դերասաններին գնահատել, չգնահատելու հարցը միշտ եղել է ակտուալ, միշտ բոլոր ժամանակներում, բայց վերջին շրջանում սա թվով երրորդ թատրոնն է, որի մասին մենք լսում ենք։ Առաջինը կամերային երաժշտական թատրոնն էր, որը փակվեց, երկրորդը Գոյ թատրոնն էր, իսկ թատրոնը ինձ համար, չգիտեմ, սրբավայր է, ինձ թվում է յուրաքանչյուր դերասանի համար այդպես է, երբ որ կողպվում են թատրոնի դռները, դա նույնն է, թե եկեղեցին խոնարհվի։ Ինձ համար համենայն դեպս այդպես է։ Եթե մենք երրորդ սկանդալին ենք սպասում, որ դա պիտի փակվի կամ այս բոլոր քայլերը, այսպես նախապատրաստական աշխատանքներ են վերջում կողպելու այդ դռները, դա ինձ համար անշուշտ սարսափելի եւ ցավ է։ Ես ուրախ եմ, որ դերասանները պայքարում են իրենց տեղի եւ իրենց լինելու համար եւ շատ մարդկանց համար դերասանի մասնագիտությունը աշխարհի ամենաթեթև, աշխարհի ամենաուրախ մասնագիտությունն է, բայց դա այդպես չի։ Դա շատ ծանր պատասխանատվություն է, առավել եւս թատրոնի ոչ թե աշխատող, այլ ծառայող դերասանի, որովհետեւ թատրոնին պիտի ծառայել։ Այդ ծառայությունը շատ մեծ գին ունի, այդ քո կյանքն է, քո առողջությունն է եւ քո ամենակարևոր բանը այդ ժամանակն է, որ դու այնտեղ ոչ թե վատնում ես, այլ զոհում ես հանուն թատրոնի։ Այո, ապրում ես ու այդ շատ մեծ ընտանիքներ են այդ թատրոնները, որ տենց մեկ գրիչի հարվածով տենց որոշումներ են կայացնում, բայց ես կուզեի, որ դերասանները ամուր կանգնեն իրենց որոշման ընդունման վրա առումով եւ չընկրկեն, որովհետեւ շատ հարցեր հենց այդ ընկրկելու արդյունքում այսպես լողոզվում ու դառնում են ուղղակի անցյալ ու պատմություն։ Բայց ինչ եք կարծում, օրինակ, ինչու նախարարությունը, որի ենթակայության տակ գտնվում էին թատրոնները, այսպես ասած, նախարարությունը, որը պետք է ավանդ ունենար, ներդրում աներ թատրոնի զարգացման մեջ, վերցրեց ու պարզապես փակեց։ Ինչը դրդեց նրանց ըստ ձեզ եւ արդյոք կային նման ֆինանսական խնդիրներ թատրոնի պահման վերաբերյալ, որ նման քայլի գնացին։ Անշուշտ չպիտի ժխտել եմ փաստը, որ թատրոն պահելը չափազանց թանկ հաճույք է։ Մենք գիտենք, որ Երևանում կան բազմաթիվ թատրոններ եւ աշխարհում շատ քիչ մայրաքաղաքներ կգտնեք, որոնք այսքան թվով մեծ ու շատ թատրոններ ունեն։ Անշուշտ դա շատ մեծ բեռ է պետության վրա, բայց եթե մենք ուզում ենք ունենալ թատրոն, որոնք իրենք ժանրային առանձնահատկություններ ունեն եւ այդ ամենը ներդրվել է ոչ այս ժամանակներում, շատ ավելի վաղուց, դեռ կոմունիստների ժամանակ, երբ բավական մեծ գումարներ են ծախսել այդ ամենը, այսպես ասած, կառուցելու եւ մեզ որպես ժառանգորդներ թողնելու, ուստի այդ ամեն ինչի մասին պիտի հոգ տանել, ոնց որ մեր պատմության մասին պիտի հոգ տանենք, նույնն էլ է։ Մեր կյանքի մի մասն է, այսօր շատ առիթներ ու պատճառներ կգտնեն ասելու, նույնը թվեցի, որ բավական թանկ հաճույք է պահել այդ ամենը, բայց կարծում եմ, որ մի փոքր ավելի ուշադիր լինեն եւ խնայեն շատ բաների վրա, որոնք ծախսվում են ոչ նպատակային, մենք գիտենք, հասկանում եք ինչի մասին եմ ասում, կարելի է եւ թատրոնի շենքերը բարեկարգել եւ իրենց պահել, պահպանել եւ դերասանին գնահատել նաեւ։